Բաժանում ուր է տանում եւ ինչի է հանգեցնում։ Այս բաժանումը շատ ցավոտ տեղ է տանում։ Այսինքն, եթե մենք տարբերակում ենք աղջիկներին եւ տղաներին, մենք նպաստում ենք նրան, որ արդեն կան տաբուներ։ Տանը չխոսեն, որովհետև ամոթ է, դպրոցում երեխան չլսի, որովհետև լսածը լսելու չէ։ Շատ դպրոցներում ցավոք դա ներկայացվում է ոչ թե հոգեբանը, ոչ թե վերապատրաստված մասնագետը, ով տեղյակ չի դպրոցական տարիքի երեխայի առանձնահատկություններից, դեռահասության տարիքում է, վաղ դեռահասություն է ավելի հասուն, որովհետև ամեն տարիքում այլ կերպով է ընկալվում եւ լրիվ ուրիշ կերպ են մատուցում։ Տարիներ ի վեր պարապում էր այն ժամանակ մեն ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Դա ճիշտ չի։ Հիմա ընտրյալ մասնագետներ գնում վերապատրաստվում են, հետո տեղում պարապում են։ Բայց սա էլ հարցի լուծումը չի, հասկացեք։ Սա շատ զգայուն թեմա է եւ կարող է պարապել միայն այն մասնագետը, ով ունի համապատասխան վերապատրաստում։ Դա կարող է անել օրինակ դպրոցի հոգեբանը, քիչ թե շատ, կենսաբանության ուսուցիչը գոնե, ով